Պարոն Հովհաննիսյան, բարև ձեզ։ Ինչ խոսք ունեք այսօր ասելու, եւ այսօր ձեզ համար եռատոն է։ Ինձ համար Մարտիկան եռատոն չէ, դրա համար եմ ճշտում, կներեք էլի, եթե կոռեկտ չի հարցս։ Եռադոնը մեր ազգին պատկանող, մեր բոլոր սերունդներին պատկանող նվաճում է, դոն է, ոչ միայն անցյալ է ռաբակա։ Ես դա համարել եմ միշտ սակայն միասնական դոն։ Սա մեկ միասնական դոն է եւ իր որևէ մի մասնիկ կամ փաղադրիչ որևէ մեկ իրավունք չունի հանելու այդ միասնական կամ եռադոնից։ Բայց արդեն հանել են այսօրվա իշխանությունները մենք ու մոտեցանք հարցինք, վախենում էին ասել, որ եռատոն է։ Շուշի անունը չէին ուզում լսել։ Ես ձեզ հետ եմ զրուցում ժամ իշխանների հետ, որքան էլ իրենք փաստացի գործում են, ազդում են մեր կյանքի վրա, ես իրենց չեմ մեկնաբանում։ Ես կարծում եմ, որ դուք, ես այս նոր սերունդը ինքը պիտի որոշի, թե մեր ապրած կյանքը անցյալ գադարյալ է, ժամանակավոր է, ուրիշը պիտի որոշի, թե որն է հայրենիքը, թե որն է դոնը, Երապլուրը, անմար գրագը, Մայր Հայաստանը, յուրաքանչյուր դեղ, որտեղ հանգչում է հայ զինվորը, բոլոր սերունդների դա մեր հավաքավայրն է եւ դա մեր հարքակ մատուցելու եւ դոնելու նաեւ վայրն է։ Դա Հայաստան, դա հայրենիք է գոչվում եւ ոչ մի անուն, որ դուք հիմա ինձ դաք, ոչ մի անուն իմ փոխարեն, Լեո Ռիչարդի փոխարեն, մեր նոր սերունդի փոխարեն չի որոշելու։ Եվ իրենք ինչպես եղել է գարկով թե արտագարկ կանցնենք գնան եւ մենք ունենանք մեծ խնդիր, թե ինչպես պիտի շարունակենք մեր կյանքը։ Գնացել եք Եռաբլուրը այսօր դուք, պարոն Հովհաննիսյան։ Ոչ, չեմ գնացել։ Գնալու եք։ Կգնամ, բայց կգնամ, երբ որ վգաները քիչ լինեն, որ աժոտաժը քիչ լինի։ Որ Եռաբլուր գնում եմ մեկ-մեկ առանցին գիշերով հաղորդակցվելու։ Իսկ երբ որ դոն օրը կներկայանամ բաճաշ գարկով ձեր հարցերին պատասխանեմ։ Իսկ Լեո Ռիչարդը գիտի այսօր ուր է եկել, ինչ տոն է, պատմել եք նրան։ Քանի տարեկան է։ Լեոն 4 տարեկան, ինչու ենք եկել Լեո։ Լեո ջան, ինչ կասես։ Որտեվ այսօր հաղթանակի օրն է։ Ոյ ապրես դու։ Ո՞վ է ասել պատմել քեզ այդ մասին։ Պապիկս։ Պապիկը, Հրաֆի պապիկը։ Այո, շատ է սիրում նրան։ Այո։ Ահա։ Իսկ ինչ կմաղթես հայ ժողովրդին հաղթանակի օրվա կապակցությամբ։ Կհաղթեն իրանք շատ բարի լինեն եւ չարերին հաղթեն։ Շատ քաղաքական մաղթանք էր, բայց հարցին պատասխան խնդրեմ։ Էտել եք դուք սովորեցել։ Ոչ, այդ մեկը չարերը պետք է այդ մեկը արդեն օր առաջ հեռանա։ իր սերունդի ձայնն է, որ խոսում է։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Զմրան նման կանցնեն այս օրերը, բայց ափսոս այդ վերքերը, վնասվածքները, այդ հարվածները, որը ստացել են մեր զինվորները, մեր մտավորականները, մեր շարքային քաղաքացիները կհաղթարենք այսօր եւս, շնորհավոր լինի։